այսօր ուզում եմ ես լավորով ես, ազիզորով ես, հաղթանակածորով բոլորիդ հաղթական տրամադրություն մաղթել, ասել շնորհակալություն, որ դեր ամենաթանկը ժամանակն ու ներկայությունը ապահովել եք այստեղ, որ ձեզ հետ միասին անցկացնենք մի շատ գեղեցիկ, շատ անմոռանալի եւ շատ անզուգական օր։ Եվ ինչ կսկսենք մեր միջոցառում, ուզում եմ մի քանի ծափողջություններով ողջունենք մեր այսօրվա դիջեին, ով ապահովել է մեր այսօրվա բարձր տրամադրությունը, Տիկո, ինչ շնորհակալություն։ Մենք դավար ենք ասացին, որ այսօրվա վերաջերեցի ամեն բարկան համահասնելու է, ու հետո մենք հնարավորություն ենք ունենալու մեր իջել այն ինչ գուցե գիրո ալգետության տակ չենք վիքսել։ Մենք դավար ենք արտակիր շնորհակալություն ենք։ Սերերս ուզում եմ, որ բոլորս կյանքից ոտքի կանգնենք լցրած բաժակներով շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ մենք որպես ազգ, որպես տեսակ կանք եւ ապրում ենք։ Ես ուզում եմ, որ մենք հոտնկայս բաժակ բարձրացնենք մեր հայրենիքի, մեր հողի, նրանում ապրող մարդու համար։ Ես ուզում եմ բաժակ բարձրացնենք մեր նահատակված, բայց չմահացած տղաների համար, որոնք հող դարձան, որոնք հուշ դարձան, որոնք նպատակ դարձան, որոնք երազանք դարձան, որ դեռ պետք է կյանքի կոչենք։ Նրանց շնորհիվ է, որ մենք դեռ ապրում ենք եւ ապրելու ենք, ապրեցնելով նրանց։ Նրանց շնորհիվ է, որ մենք ունենք հայրենիք։ Նրանց շնորհիվ է, որ մենք ունենք մայրեր գլխիկոր, բայց հպարտ։ Ունենք հերոսացին մայրեր, ունենք հերոսավանդ մայրեր, ունենք մայրեր, որոնք դառը կսկիծով, բայց հպարտությամբ ասում են. Ես հերոսի մայր եմ։ Բաժակ բարձրացնենք մեր խաղաղ երկնքի համար, բաժակ բարձրացնենք մեր սահմանի համար, բաժակ բարձրացնենք մեր սահմանապահ զինվորի համար, բաժակ բարձրացնենք բոլորի կունդարձի համար, բաժակ բարձրացնենք մեր մի բուր դարձած, բայց է մեր պետականության համար։ Հայը եղել է, կա և լինելու է, որովհետև մեր կյանքն անկոտրում է, մեր նպատակը վճռական, մեր լինելիությունը տրված ի վերուստ։ Տղաներ, շնորհակալ ենք ձեզ, ձեր չլինելով մեզ կյանք տալու, մեզ ապրեցնելու, ձեզ ապրեցնելու համար, տղաների համար, անուշ։ Սիրելիներս ուզում եմ ասել բարով տեսանք, այսօր Հովասափյանների օջախում հերթական ուրախությունն է։ Սրանից ուղիղ 70 տարի առաջ Սուրեյ և Այսիա Հովասափյանների այդ բազմամարդ, բազմանդամ, հացասեր ու հացավաստակ ընտանիքում 4-րդ զավակը ծնվեց։ Նրան մկրտեցին և անվանեցին Հրաչյա։ Սիրելիներս, Հովասափյանները ձեզ իրենց օջախ են կանչել ասելու, բարով տեսանք, որովհետև ամենալավը և ամենաբարին նա է, երբ կարող եմ մեզ բաժակ զարկել հպարտությամբ, իմաստավորելու քո կյանքի ամեն վայրկյանն ու ժամը և ասել, բարով տեսանք։ Ժողով ջան, ուզում եմ, որ ցանկացած օջախում, ցանկացած հարկի տակ, ցանկացած մեկի ստանը, երբ բաժակ կզարկենք, 10 օր ասենք, բարով տեսանք։ Զարկենք իրարով ասենք, բարով տեսանք, ու բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն, որովհետև բոլորից գերնպատակը մեկն է։ Ուրախանալի սրտել և ուրախացնել։ Բարով տեսանք։ Բարի գալուս բոլորիս, բարով տեսանք։
չէ հիմա խորովածն են ներս բերելու, միջնազանով խորովածի համդամը կա, ես տան տիրոջ, իրավունքով ձեզ համադար, լծրեք բաժակները, դե խմողանց կում անուշ, խորովածի համ անուշ, տեսեք, ուկ վերջապես մեր գեղեցկույները ներս են բերում, հայկական, հավանդական, անուշակույն խորովածը, խորովածն են ներս բերում, այո, Սիրելի հարազատներ, բարեկամներ, ուզում եմ հերթական բաժակով կենաց առաջարկել Հրաչյա Հովհաննիսյանի համար։ Խստապահանջ, բայց միևնույն ժամանակ շատ փխրուն սրտով մարդու համար։ Մարդ, ում համար ընտանիքի արժեքը ամենաբարձրն է։ Մարդ, ով գնահատել և ինչ օրս գնահատում է կրթությունը։ Նա իրանից կախված ամեն հնարավորն ու անհնարին արեց, որ իր երեք զավակները բարձրակում են կրթություն ստանան։ Իսկ հիմա հերթը ուրախանալու հերթը, թողների հաջողություններինն է։ Հաներ ջան, այն ինչ որ սերմանել ես կարծում եմ դու այսօր քաղում ես և վայելում ես։ Դու ձեր օջախի փոքր լինելով այսօր դարձել ես ձեր օջախի դուռը բաց պահողը, լույսը վարդողնողը, սեղանն առատ պահողը, դռնից մտնողին հյուրասիրողը, որովհետև դու դա ես տեսել քո ծնողներից և դա դու փոխանցում ես քո զավակներին։ Ուզում եմ, որ Աստված այնքան բարեհաճ գտնի քո նկատմամբ, որ սրտիդ ամենանվիրական անկյունում, բոլորից թաքուն պահած, բոլոր նպատակները իրականություն դառնան։ Ուզում եմ, որ երկարապես քո զավակներից, քո ընկերներից, քո բարեկամներից, առհասարակ Սիսիան աշխարհից անպատասխան ես։ Քո խոսք ու խրատով, քո բառ ու բանով, քո իմաստությամբ, քո ապրած 70 տարիների վաստակով, դեռ երկարապես։ Ժողովուրդ ջան, Հրաչյա Հովհաննիսյանի համար, բերեք մեկ անգամ ևս ասենք, քո օրհնելի են սհաթը, որ դու ծնվեցիր։ Շնորհավոր ծնունդ, Հրաչյա Կարող ենք բոլորը բանականացնել շնորհավորել, հետո միասին լավ մարենք ուրախանանք։
Գերդաստանի Լյովա Հոպարից գլխավորությամբ բոլորի համար։ Հոպար ջան կենացը, ժողով ջան, ես չի որ պիտի ասեմ, հազար ափսոս, որ լավագույնները հեռացել են մեզանից։ Այս ուրախությունը մի քանի պատիկ կլիներ, եթե Գրիշա Հոպարը լիներ, եթե Ռազմիկ Հոպարը լիներ։ Շատ ափսոս, բայց մեր մխիթարությունը հենց նրանում է, որ մենք ամեն պատեհարիթի հիշում ենք նրանց, կարևորում ենք նրանց։ Հոպար ջան, Գերդաստանիդ համար, Հովասարյանների համար, քո ծնողներն իրականում հացաստեղծ մարդիկ են եղել, քո ծնողները իրականում Սիսիանում շատ մեծ հարգանք են վայելել, ու եթե ասում ես Հովասարյան, դա հենց նույնացնում է Սուրեն Պապու և Այսիա Տատու հետ, որտեղ իրականում նրանք շատ հարուստ ժառանգություն են թողել։ Ինչքան կհավաքվեք, համար երկու հայրական օջախում ենք նստած։ Հոպար ջան, ինչքան կհավաքվեք, ինչքան բաժակ կբարձրացնեք, թող ամենապակասը 70-ամյակ լինի։ Ժողով ջան, վերեք բաժակ բարձրացնենք Հովասարյանների համար, անուս։
ջան, որովհետև խոսքս քեզ աղբաց լինելու։ Ես իսկապես ուզում եմ, որ բոլորս բաժակ բարձրացնենք մի մարդու համար, ով 50 տարուց մի քիչ այլևս քո կողակիցն է։ Մարդը ում սրտում տեղ կա բոլորի համար։ Մարդը ում շուրթին աղոտ կա բոլորի համար։ Մարդը ում ձեռքը բաց է բոլորի համար։ Մարդը որ տրտուչ չունի։ Զոքանշան կենացը։ Ամեն ջան, ուզում եմ, որ Աստված ինչքան որ ձեզ կյանքա պարգևել, Զոքանչիս հետ միասին։ Վայելեք, որտեղ ձեր վայելքի ժամանակը։ Զոքան ջան, որ խնդրեմ, կգասվեք։ Մի անգամ էլ ամաչել չեմ ամաչացնելու, չես, արդեն չես ամաչում։ 50 տարի Հովասարյանների օջախում ու հրամյատել ամաչել։ Որովհետև այս ամբուրը ժողովուրդ ջան, շատ քիչ ա փակվել, կողպելու մասին չի, շատ քիչ ա դուրը փակվել։ Շատ քիչ ա եղել, որ մենակ իրանցով են սեղանի շուրջ նստել։ Շատ քիչ ա եղել, որ իրանց անկողնում են քնել, որտեղ այս տունը միշտ մարդաշատ ա եղել, միշտ մանկաշատ ա եղել։ Եվ տենց մեկը չի մտել այս օջախ ու դժգոհություն կա, որտեղ այս մարդիկ սիրտ են բացել, սեղան բացելուց առաջ սիրտ են բացել, ոգի են դրել ամեն ինչի մեջ։ Ուզում եմ ինչ որ դուք եք տվել ձեր շրջապատին, շրջապատը վերադարձի ձեզ։ Հիմա մի շատ գեղեցիկ անակնկալ ունես, թողնիկների կողմից, ում անց դու այդքան սիրում ես, սենց ասեք։ Գալիս եք, պատրաստ եք։ Անսահման պատրաստ եք, եկան, ուր եք, Չէ, այդ մեկը արդեն տենց շատ եսի միշտ չի։ Հիմա հանել դան, արի, չէ, ներ չենք անի, որ Քրիստով ես, արի, ծաղիկները տուր ինձ, այսինք սիրում հիմա նվեք ես ամուսնուտ գանդաղ բանգո կպարեք։ Ծնում, ռեկլամով ծնում դա, ամեն, գնաց բանգո ենք պարում հիմա։ Այո, այլում ենք ես պարում։ Sirt'in kakılmaz sen
Շնորհակալ ենք։ Կեցել ընկերները, սակոն կարդում եմ նախադեպ վերցեցիք, որ բոլոր սեղանները պիտի համ երկեն, համ բարեն։ Անպայման, վերջ։ Ունեցանք ուշադեսան մեզ համար Մենք իրության կամբող դամա Յակետի շատ եկա Ծունդև շնորհավոր ընկերս Ասովից մեզ նվենես Դու բարի ես ու մարտանես Դու ետերի սիրահանես Ծունդև շնորհավոր ընկերս Ասովից մեզ նվենես Դու բարի ես ու մարտանես Դու ետերի սիրահանես
Body, 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 body. That body, touch your body, me, I'm in that body. Mi te just nessun, mi te poate che ci danno, mi te just nessun in cercano, che stanno sale, body, body, perito. That's after
մասին խմենք Հրաչյա Հովասարյանի ժառանգների համար։ Անահիտ ջան կենացը, Արայիկ ջան կենացը, Այդա ջան կենացը, Արմեն ջան կենացը, ասում եմ Մեսրոպ ջան, մեզ էլ եմ ասում։ Անահիտ ջան կենացը, Մեսրոպ ջան կենացը։ Ժողովուրդ ջան, ես միշտ ասել եմ, մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Մենք իրար հետ փոխանակում ենք սեր, հարգանք և նույնն էլ ստանում ենք։ Հաներ ջան, այս կենացով ամբողջացնելու եմ նաև քոեն ամենահարազատ բարեկամների համար, քո խնամիների համար եմ ասելու։ Մամ ջան, պապ ջան, կենացնելու։ Ալեքսանդր, Անուշ տայի հետ միասին, ձեր կենացը։ Կարլեն ջան, Աստրիկ տայի հետ ձեր կենացը։ Ասել եմ ու ասելու եմ, քանի կան մեր ծնողները, մենք երջանիկ զավակներ ենք, ժողովուրդ ջան, որովհետև իրականում մենք ծնվել, մեծացել, սերվել ենք իրականում մարդասեր ու մարդակենտրոն ընտանիքներում։ Բայց այստեղ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնելու մեր հարսիկ չասել, մեր քույնիկ Անահիտին, Անահիտ ջան, երբ մտել եք շփտացել ես, թե քո սրտում ինչ ա եղել, որքան ես դու ներսում ընկճված եղել, նեղված եղել, բայց դու երբեք դա ցույց չես տվել։ Քեզ շնորհակալություն դրա համար։ Միշտ են շփտա, որովհետև քո շփիթից է կախված, թե մենք ինչքան կմտնենք այդ տուն դուրս կգանք։ Իհարկե, ապրեցնում է այդ շփիթը, շփտա։ Ժողովուրդ ջան, երով եք, եղով ասավո, քույր եղբայրների համար եմ ուզում բաժակ բարձրացնեմ։ Եվ ուզում եմ, որ որքան ձեր հայրական օջախ սիրելի դստեր կգնաք, ուզում եմ, որ ամենապակաս այսենց իրար գլուխ հավաքված ըլնեք, իրարից կարոտ առնեք և պատմեք, անվերջ պատմեք ձեր անցած գնացած մանկության են ամենադառը, բայց ամենալավ և ամենահիշարժան օրերից։ Այդ եմ ուզում, որ մեր գնաց։ Oh
ես ուզում եմ հրաչին իմ լավ մաղթանքները տալ։ Հրաչի ամենամիակ դասարանցին այսօր ես եմ։ Ընկերությունը մեծ է, բայց դասարանցին, որ առաջի դասարանից մինչև 10-րդ միասին սովորել է տեխնիկում, աշխատանք, սաղ միասին է եղել, պլուս հալա իրար հասանիքի թոյ բաշիպն է։ Ես ուրեմն մի սխալ եմ արել, ես չեմ ասում սխալս որն է, բայց ընկեր Հովասարյանը ինձ դրել է մի մեծ կապանքների մեջ, ասել է պիտի 4 սատ երկես։ Ես իրավունք չունեմ չանեմ իրա բաները։ Լսենք, մի հատ էլ երկեմ, հնա երևի մեկը։ Երկուսը երկել, մեկ երորդը։ Մի գերեցիկ պատահեցավ ինձ հանկած, չհասկացա իս ցեղից էր նա ծնված, անսուր մորթեց առանց կրակ խորվեց ինձ, հալսից ու հոգիս առավ խոսալից, անսուր մորթեց առանց կրակ խորվեց ինձ, հալսից ու հոգիս առավ խոսալից, որ գնացի արուն արծում թափեցի, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղշու զրկվեցա, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղշու զրկվեցա, սուսում է տեն սիրտս խոցեց ու անցավ, հենց այն օրից լույս արևս խավարավ, էլ ուր փնտրեմ որտեղ գտնեմ ես նրան, որի ձեռքով նա ինձ դեմ է գերեզման, էլ ուր փնտրեմ որտեղ գտնեմ ես նրան, որի ձեռքով նա ինձ դեմ է գերեզման, որ գնացի արուն արծում թափեցի, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղշու զրկվեցա, այնպես մի հրեշտակ տեսա, բայց ավաղշու զրկվեցա։ Բրավո։ Շնորհակալ եմ ձայները տասպար։ Ես իհարկե վարպետի և մարդիկ ձազայի կողմից թույլտվություն եմ ստացել շնորհակալական խոսք ասելու համար։ Ես ամենություն չեմ շարաշայի, շատ կարդ կխոսեմ, բայց խոստանում եմ, որ շատ խոստումնալ իսկատ ես ամենություն։ Որը հարաճոր։ Հովասարյան։ Վեկա։ Բայց ես ասեմ միշտ կողքի տեմանն, որ իշտերը, բակ վերիքներն ունեմ, իջարի վերիքներ։ Մի հալան այդ ես կարող դրսում եմ։ Ուրեմն փառք Փառքի մահույր Սիրելի Հովասարյան, ծոնդը շնորհավոր Աշտանարիստ է, արի պապի իմ շահնեն հոգար Ուրեմն Արմեն ջան, խնդրում եմ կներես, ես առաջ չեմ անգնում, բայց այսօր ես կանգնած եմ
Հանրապետության ամենաուժեղ 9-րդ դասարանցի Հովասապյան Հրաչյայի թոռ Հովասապյան Հասմիկի կողմ։ Այդ են բալիքնա, որ լեզու գրականությունից 50 միավորից 48 միավոր հավաքել։ Այդ մեր հասի, այդ մեր հասի։ Հաշան, շնորհավորում եմ։ Հարգելի Հովասապյաններ, սիրելի հարազատներ, ձեր աշխարհ լույս լինի։ Այսօր տարիներ առաջ օջախում ծնվելա մի մանուկ, որի անուն դրել են Հրաչյա։ Շարունակությունը կողքից կանգնած։ Ուժեղ տղա է դառնալու, ես իրան խոստացել եմ հենց հանրապետական նշային մի հատ նիվա եմ ապրելու, բայց իսկական նիվա։ Մեն էլ շահան էիս, բայց ոնց որ դե մի քիչ սխալվել եմ, աշկի շահելվել, դե արի էդ խանավա։ Լավ լինեք, առողջ լինեք, շնորհակալ եմ ամեն ինչից, շնորհակալ եմ այսօրվանից, շնորհակալ եմ Աստծուց, որ գտնում եմ ձեր շրջապատում։ Եթե ճակատագիրը ինձ ինչ-որ միտեղ դառավ ապտակապվել, բայց երկրորդ կողմից ես շատ երջանիկ եմ։ Երջանիկ եմ, որովհետև աղջիկներս հալալ օջախում են, որովհետև փեսաներս ինձ համար փեսա չեն, այլ իմ ընկերներս։ Ես փորձում եմ հովոյիս տեղը շարունակել այդ ամեն ինչը։ Լավ լինեք, առողջ լինեք։ Ես Աստծուց միայն մի բան կխնդրեմ։ Երբ իրաշխարհին խաղաղություն լինի, ոչ ոք այն դառնությունը չտեսնա, ինչ որ մենք տեսել ենք մարդիկի հետ միասին։ Եվ բոլոր այն տղաների, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրել այսօրվա համար, այս հրաշալի բնության համար, այն մարդկանց համար, ովքեր որ ապրում են այդ հողում և օգտվում են այդ հողի ջուրջերից։ Բոլորի շատ կենացը լինի, լավ լինեք, առողջ լինեք։ Ես Ղազարյան, ուրեմն մի քանի դեր ասել եմ, ուզում եմ դա էլ ասեմ։ Թորնիկներից երկուսը Երևանում են ուսանողներ են։ Այդ բալիկները մեզ համար կան որպես վերակենդանացման բաժնի բժիշկներ և բժշկուհիներ, բայց գլխավոր բժիշկը Հրաչյոս է։ Լավ լինեք, առողջ լինեք, Հովասական զունդը շնորհավոր, ամենայն լավատիկին Հասմիկի հետ միասին, ես ձեզ միայն լավն եմ ցանկանում, ձեր մեծ գերդաստանով հանդերձ, շնորհակալություն։ Հովասապյանների օջախի երբ որ սեղան շուրջ նստած ենք եղել, միշտ վստահված ա եղել, որ ես պետք է կենացածեմ։ Կամո ջան, չէ, պատմում եմ ուղղակի մի պատմություն։ Ուրեմն Ռաֆիկ Յամինն էր այդ սեղանի շուրջ նստած, այդ ժամանակ ինքը ազգի մեծն էր, մնացածը ոչ մեկ չկար, ինքն էր կենդանի մնացել, ասեցի, Ամի ջան, կենացը, տես ազգի մեծն ես դարել, աշկերը լցրեց, ասեց, ամենապստիկնի մկայեկան տերամ ամենաճոճը։ Ու ես հաճույքով լսում էի, թե մեր Ռաֆիկ պապին ու Այսիատատին ոնց էին Ղարաքիլիսայի բարբարով իրար հետ խոսում։ Շատ բան չէի հասկանում, որտև իրանք երբ ես դրա համար տենց էին խոսում, որ մենք չհասկանանք, բայց շատ անուշ լեզու են Ղազարյան, այնքան լավ էին խոսում իրանք իրար հետ։ Պատմություններ էին պատմում, գնում էին, ես իմ հասնում էին մինչև պատերազմների եսին որտեղ ու հասկանում էի, որ այս մարդիկ ուզում էին իրենցից հետո թողնել այն համերաշխությունը, այն կապվածությունը, այն բարեկամասերությունը, որ հիմա Կամո ջան դուք շարունակում եք։
Եվ ես տենց առիթ չեմ հիշել, չեմ հիշի երևի, որ սենց ամենափոքրից ամենամեծ առիթ դուք ներկա չեք եղել, հորեղբոր, հորաքրոջ, երեխեքով միասին։ Իրականում շատ կապված են եղել ու կարծում եմ սա մարդու ամենամեծ հարստությունն է։ Սա մի բան չի, որ փողով առնես, մի բան չի, որ փող տաս, մի բան չի, որ ինչ-որ վերցնես կամ դնես։ Սա ավանդույթ է, սա պատմություն է, սա արյան հետ փոխանցվող ամենան է, որ մարդիկ կարան մեկը մեկ այդ սերը, այդ համերաշխությունը, այդ համբուրժողականությունը եւ կարծում եմ, որ ձեր թողած այդ սերմերից ձեր զավակներն անպայման կօգտվեն։ Ես էլ ուզում եմ Հաներ ջան, ես գիտեմ, որ այստեղ շատ քիչ մասն է քո այն բարի կամեցողների, բայց ուզում եմ բոլորի համար, ես գիտեմ այսօր հազարավոր զանգեր են ստացել։ Ով որտեղ կլինի, թող հաջողության մեջ լինի։ Հարազատներ ջան, ձեր կենացն։ Ձեր սեղանից ով է երգելու։ Կամոն է երգելու, կա։ Ով է երգելու։ Դե մենակ կամոյի կենացը չի, լուսիկ ջան, քո կենացն էլ ա պրինցիպի, էլ մի կամո կենաց տա։ Կավա երգես տիկի լուսիկ, դպրոցում որն եք երգում։ Դպրոցում որն եք երգում։ Ժողովուրդ ջան, այս լավ բարեկամության, այս լավ հարազատության համար եմ ուզում բաժակ բարձրացնել։
тебя 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 хочу.